Աղետներ, հարգելի բարեկամներ, դժբախտություններ, մեծ դժվարություններ, կատակլիզմներ կարող են տեղի ունենալ տարբեր մարդկանց հետ, տարբեր ժողովուրդների հետ, տարբեր ազգերի հետ, անխուսափելի է, մեզանից շատ դեպքերում կախված չէ, բայց մեզանից կախված է, թե մենք ինքներս ինչպես ենք վերաբերվում այդ ամենին։ 2019 թվականի նոյեմբեր ամսին հրապարակային մի գրառում եմ անում Հակոբ Սիմիդյանի մասին, ով եղել է Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի մարդը քաղաքացիական պայմանագիր լուծարված քաղաքացիական փաստացի լուծարված քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում, ով մինչև հոկտեմբերի 17-ը, ով Թավշյա ոչ բռնի խեղկատակությունից հետո մինչև հոկտեմբերի 17-ը, ոչ թե նախարար աշխատեց, փոխնախարար աշխատեց, ազգային մի խոսքով տարբեր բարձր պաշտոններ, այլ աշխատեց կոնտ կառավարական ամառանոցի այդ պոակի տնօրեն, աշխատեց ամենապատասխանատու պոստերից մեկում և հոկտեմբերի 30-ին այդ ամառանոցից նաև դուրս եկավ Սերժ Սարգսյանը, ով Սերժ Սարգսյանի հետ համարյա սինխրոն դուրս եկավ կառավարական ամառանոցից։ Սերժ Սարգսյանը ուրիշ տեղ չուներ ապրելու, աղքատ մարդ էր, ինքը ուրիշ տուն չուներ, ապրում էր Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ։ Այն Նիկոլ Փաշինյանի, ով ամենավերջին հանցագործությունների մեջ մեղադրել է Սերժ Սարգսյանին, ով կայացել է Սերժ Սարգսյանին հայոյելու ֆոնին, բայց իրար հետ էին ապրում։ Այս գրառումից հետո ինձանից մեկնաբանություն խնդրեց 1-2 լրատվական, նոյեմբերի երևի 17-ն էր, և նոյեմբերի 18-ին այդ ամենին պատասխանում է Հանրապետական կուսակցության գրասենյակը, երրորդ նախագահի գրասենյակը կամ Հանրապետական կուսակցությունը, չեմ էլ հիշում, էական էլ չի, որ այս ամենը զրպարտությունները ժամանակ առ ժամանակ տարածվում են այսպիսի բաներ, սա զրպարտություն է, մենք կապ չենք ունեցել, Սերժ Սարգսյանը կապ չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և այսպես շարունակ։ Անցնում է մեկ շաբաթ, նոյեմբերի 25, հրապարակում եմ 10 հարց։ Այդ հարցերը վերաբերում էին նրան, թե ինչպես է ստացվել, ես հիմա մոտավորապես եմ հիշում, այն իմ էջում կա, կարող եք հետ գնալ նայել, ֆիլտրով հետ գնալ կարող եք նայել, ինչպես է ստացվել, որ օրինակ պրեստենդի, ով պատկանում էր Արման Սահակյանին, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկին, իր միջոցով ֆինանսավորվել է Նիկոլ Փաշինյանի հայկական ժամանակը։ Ինչպես է ստացվել։ Հարց Սերժ Սարգսյանին 10 հարցերի մեջ էր։ Այդ հարցերի մեջ էր այն, որ ինչպես է ստացվել, որ հեղափոխական այդ ամենից հետո Սերժ Սարգսյանը լքում էր Հայաստանը զվարթնոցի 0 կանգարից, իսկ 0 կանգարը գործող նախագահների համար նախատեսված նախագահների օդանավակայանների համար, օդանավերի համար կներեք նախատեսված կանգարն է եղել։ Այդ հարցը վերաբերում էր նրան, թե ինչ ազդեցություն է ունեցել Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի այն որոշման վրա, որ ինքը 2017 թվականի պարլամենտական ընտրություններում որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվել է ոչ ավել ոչ պակաս Երևանի կենտրոն վարչական շրջանից։ Վերաբերում էր նրան, թե արդյոք կարող էր ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպան օգնել, ոչ ԿՊ-ն էր խոսում, որ Արթուր Վանեսյանը օգնել է հեղափոխական այդ ամենի ժամանակ Նիկոլ Փաշինյանին, մինչև սրա մասին նաև Ալեն Սիմոնյանն էր խոսում։ Արդյոք կարող էր նա օգնել, ինչպես իրենք էին ասում, առանց իր վերադասի թույլտվության, առանց Երևանի ԱԱԾ Երևան վարչության պետի թույլտվության կամ առանց Գեորգի Կուտոյանի թույլտվության։
Այդ հարցերը վերաբերում էին նրան, թե ինչպես է ստացվել, որ օրենքների կոպտագույն խախտումով Գյորգի Կուտոյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն եւ այդ հանցավորության դեմ զերո ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը եւ վերջին հարցը, այդպես 10 հարցեր եւ վերջինը նրան էր վերաբերում, թե պարոն նախագահ ձեր արած ֆոկուսը ձեր դուրը եկավ։ Մեծ աղմուկ բարձրացեց, ես հիշում եմ, Politics AM կայքում էր տպվել, արտատպել էր Բորիսը եւ ոչ թե արտատպել էր, հենց իրեն էլ տվել էի, որպեսզի բանանի, հրապարակի։ Եթե չեմ սխալվում, հենց ինքը հրապարակեց հարցերը, ոչ թե ես գրեցի post, հետո ինքը տարավ, չեմ հիշում, երևի այդպես էր, էական չի։ Մեծ աղմուկ բարձրացրեցին այս հարցերը, հարգելի բարեկամներ, շատ մեծ աղմուկ բարձրացրեցին։ Եվ անմիջապես հետո քրեական գործ հարուցվեց Սերժ Սարգսյանի վրա։ Քրեական գործ հարուցվեց Սերժ Սարգսյանի վրա մի շատ ծիծաղելի գործով։ Մի շատ շինծու, ոչ թե գործն էր շինծու, այլ շինծու գործը եւս շինծու էր։ Որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին երկու կազմակերպություն մասնակցել են տենդերի, մեկը բարձր գին է առաջարկել, մեկը ցածր գին է առաջարկել, մի կազմակերպությունը պատկանել է Բարսեղ Բեգլարյանին եւ Սերժ Սարգսյանի ցուցումով գնումը կատարվել է բարձր գին առաջարկողից, որի հետևանքով պետությունը կրել է վնաս մոտ $1 միլիոն։ Հիմա ուշադրություն, հարգելի բարեկամներ, ինչ եմ սա պատմում, ուշադրություն։ Ինչ կապ ունի այս ամենը մեր օրերի հետ։ Սերժ Սարգսյանի բլոգերները, ժուրնալիստները, քաղաքական գործիչները ենթակայության տակ գտնվող սկսեցին Սերժ Սարգսյանի վրա հարուցված գործը կապել նրա հետ, որ 2019 թվականի դեկտեմբերի սկզբին արտաքին գործոս նախարարը Հայաստանի Հանրապետության պիտի մասնակցեր ԵԱԿ անդամ պետությունների արտաքին գործոս նախարարների համաժողովին, հանդիպմանը, որի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը պիտի զիջումների գնար։ Զիջումների պիտի գնար։ Հող պիտի զիջեր, ինչ որ տարածք պիտի զիջեր, զիջումների պիտի գնար կամ ինչ որ զիջումների վերաբերյալ պարտավորություն պետք է ստանձներ։ Որպեսզի այդ զիջումները խլացվեին, ասում է, Սերժ Սարգսյանի վրա քրեական գործ է հարուցվել։ Ողջ 18 թիվը, ողջ 19 թիվը մինչև դեկտեմբեր ամիս եւ մինչև պատերազմ 20 թիվը, այս մարդիկ խոսել են նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը գնում է զիջումների։ Հող է հանձնում, Ֆիզուլին է հանձնում, Աղդամն է հանձնում։ Հասկանում եք։ Ջաբրայիլն է հանձնում, Քելբաջարն է հանձնում, Լաչինն է հանձնում։ Դեր այս անձնավորությունը վարչապետ չէր, ասում էին գալիս է հողերը հանձնելու։ Մի կողմից ասում էին գալիս է հողերը հանձնելու, մյուս կողմից դեր վարչապետ չի։ Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները ապահովում էին Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, հասկանում եք, ինչ են արել։ Ասում էին արդյոք կա փաստաթուղթ, որի շուրջ դու բանակցում ես, այն էլ ասում ես չկա, ոչ մի փաստաթուղթ հիմա չկա, չէ ասում էին կա փաստաթուղթ, հակահայկական փաստաթուղթ կա, դու զիջումների ես գնալու, անեն ասում ես չէ ինձ զիջում այ մարդ, ես ոչ մի զիջման չեմ գնում, եւ այդպես մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը, ինչ էին ասում մինչեւ վերջերս, պատերազմից արդեն հետո, ասում էին եղել է փաստաթուղթ, շատ լավ փաստաթուղթ եւ Նիկոլ Փաշինյանը մերժել է այդ փաստաթուղթը։ Այն ժամանակ ասում էին փաստաթուղթը վատն է, մի հատ պրոպագանդիստ կա, կոչվում է Դավիթ Սարգսյան։ Դավիթ Սարգսյանին տալիս է հարցազրույց Սերժը, ասում է, բա որ այդքան խելացի եք, ինչպես ընկաք այդ փաստաթղթի մոտավորապես են մեջ բերում խոսքերը, մոտավորապես են մեջ բերում, իմաստն են մեջ բերում, ինչպես ընկաք այդ փաստաթղթի ճիրանների մեջ։ Այդ հայկական ոչ նպաստավոր փաստաթղթի ճիրանների մեջ ինչպես ընկաք։ Հիմա Սերժը ինչ է ասում, ասում է չէ, փաստաթուղթը լավն էր, ես այն ժամանակ գիտեի վատն էր։ Հասկանում եք։ Հասկանում եք սրանց ով լինելը։ Սերժ Նիկոլին դու ես բերել իշխանություն։
Նիկոլին դու ես բերել, որովհետև կեղտոտ գործ կար անելու եւ այս անձնավորությունը գերակատարեց։ Այս անձնավորությունը գերակատարեց։ Հիմա էլ ասում են 19 թվականի փաստաթուղթը ընտիր փաստաթուղթ եղել, այս ստահակը մերժել է այդ փաստաթուղթը։ Այս ստահակը չի գնացել լուծումների։ Ես չեմ արդարացնում Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը գործել է մեծագույն հանցագործություն, մասնակցել է կեղծ հեղափոխությանը եւ իր միջոցով սպանել են մի ողջ սերունդ։ Նիկոլ Փաշինյանը հանցագործ է եւ պիտի դատվի։ Ներում չկա Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ովքեր են Նիկոլ Փաշինյանին իշխանության բերածները։ Ովքեր են այն բարտիկ, ովքեր մինչև 19 թվականի դեկտեմբեր ամիսը ասում են գնում է զիջումների։ Ստահակը գնում է զիջումների, մեկը կար ելնում ասում էր բանը Նիկոլ Փաշինյանը պետք է կախվի։ Ագնեսային էր հարցազրույց տալիս, ասում էր պիտի կախվի Նիկոլ Փաշինյանը, ուրիշ տարբերակ չկա։ Ձերքի տված հանրապետական եւ Փաշինյան Նիկոլ իրականացել են այս մեծագույն ավանտյուրան, հարգելի բարեկամներ, ձեր բոլորիս գլխին, որի հետևանքով 100,000-ավոր մարդիկ դարձել են տնավեր, կորցրել են առողջություն, կյանք, տասնյակ հազարավոր ծնողներ կորցրել են իրենց երեխաներին։ Եթե 19 թվականի փաստաթուղթը շատ լավն էր, նա 18, 17, 16 թվականների փաստաթղթերի ըստ էության շարունակությունն է եղել։ Դուք գնայեք լուծման։ Ինչպես դուք պիտի գնայեք լուծման։ Եթե դուք մի կողմից բանակցում եք հողերը հանձնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածքում գեներացնում եք, որ հող հանձնողին պիտի հանձնեք հողին։ Ինչպես դուք պիտի գնայեք դրան։ Դա չէր լինի։ Մի կողմից բանակցում եք հողերը հանձնելու վերաբերյալ հող հանձնողին հողին կհանձնենք Հայաստանի Հանրապետության տարածքում, մյուս կողմից ինչ եք անում, ոչ թե բանակն եք ուժեղացնում, 50,000 մարդ 11-19 թվականին ազատվել է բանակից, 50,000 պատանի ու երիտասարդ, ձեր հանցավորությունը, ու այս ավանտյուրան դուք ձգեցիք մինչև 18 թվական, մինչև բեմականացրեցիք հեղափոխությունը եւ բերեցիք իշխանության Փաշինյան Նիկոլին, ողջ եղելությունը, այն ինչ որ տեղի է ունեցել եւ տեղի է ունենում հիմա, եւ դուք հիմա դուրս եք գալիս ձեր սազանդարների, ձեր մանկլավիկների, ձեր վեցնոցների, լրագրող, ժուրնալիստ, խմբագիր, գրող ու սևծավների միջոցով, սկսում եք վերլուծել այդ փաստաթղթերը, տեղանունների անուններ տալ, Մադրիդ, Մոսկվա, Պետերբուրգ, Կազան, Քիվեստ եւ այլն, Լիսաբոն, խառնում եք մարդկանց, խճճում եք մարդկանց մի պարզ պատճառով, մի պարզ բանի համար, շատ պարզ, որպեսզի իրական հարցերը դուրս մղվեն, որպեսզի որևէ մեկը ձեզ հարց չտա, եթե դուք բանակցում եք հողերը հանձնելու վերաբերյալ ինչու եք Հայաստանի տարածքում գեներացնում հող հանձնողին հողին կհանձնեք։ Եթե չեք ուզում հողին հանձնեք, չեք ուզում հողերը հանձնել, ինչու եք այդքան զինվորական գրքույկ վաճառում ու քանդում բանակը։ Եթե Նիկոլը գալիս էր հողերը հանձնելու համար, ինչու եք Նիկոլ Փաշինյանին սկուտերի վրա հանձնում իշխանությունը, ժողովուրդն է հանձնել, իշխանությունը։ Ժողովուրդը արեց։ Բայց ժողովուրդը, որ 18 թվականին արեց, բա հետո ինչի չարեց։ Պարզ հարց եմ տալիս, էլի, շատ պարզ։ Եթե մարդիկ բողոքում էին ձեր դեմ, օրինակ բողոքում էին ձեր դեմ Զվարթնոց օդանավակայանի աշխատողները, գործադուլ էին անում։ Գործադուլ էին անում իրենք, այդքան հայրենասեր էին։ Բա ինչու հիմա գործադուլ չեն անում։ Եթե դա չի եղել կազմակերպված ձեր կողմից։ Եվ դուք ձգեցիք այս ամենը, սրա մասին նաև Ալիևն է խոսում, ասում է, երբ բանը գալիս հանձնում էր հողերը հանձնելու, մի բան պիտի տեղի ունենար։ Երբ գործը գալիս հանձնում էր հողերը հանձնելու, մի բան պիտի տեղի ունենար։ ՊՊՑ-գունն էին գրավում, ասում է, հեղափոխություն էր տեղի ունենում, որպեսզի ձգեին։ Եվ ձգեցիք, ու մինչև հիմա դուք իրար հետ ձերքի տված, դուք միայն առաջին հայացքից եք հակոտնյա։ Դուք ձերքի տված շարունակում եք մոլորեցնել այս խեղճ ժողովրդին։ Արմեն Աշոտյանների, Ռուբեն Ռուբինյանների, Ռուբեն Ռուբինյան, դուք հեղափոխություն եք իրականացրել։
Այն բոլորը գիտեն, որ կեղծ է եղել, բայց ինչու չես խոսում դրա մասին։ Այս ավանտյուրան դուք շարունակել եք մինչև 23 թվականի սեպտեմբերը։ Պայմանավորվել մի բան Հայաստանի Հանրապետությունում գեներացնել եւ տարածել այլ բան։ Պայմանավորվել, որ ընդունել, որ Արցախը Ադրբեջան է, բայց ոչ մի բան չանել, որ Ադրբեջանի տարածքից դուրս գան 100,000-ավոր հայեր։ Ընդունել, որ Արցախը Ադրբեջան է, բայց ոչ մի բան չանել, որպեսզի հազարավոր տղաներ, ովքեր այնտեղ են զինված, դուրս գան։ Եվ դա բերեց հանգեցրեց սեպտեմբերյան աղետին։ Ու ելի դուք դա արել եք ընդդիմության հետ միասին։ Պայմանավորվել, որ Արցախը Ադրբեջան է, բայց միաժամանակ 23 թվականի սեպտեմբերի 2-ին շնորհավորել Արցախահայության անկախության տոնի կապակցությամբ։ Պայմանավորվել, որ Արցախը Ադրբեջան է, բայց կազմակերպել այնտեղ մինի հեղաշրջում, բերել մի անմեղ սունակի, ով ձեռքը կդներ սահմանադրության վրա եւ կասեր Եվ թվում են պաշտպանել Արցախի ինքնիշխանությունը, սուվերենությունը եւ այսպես շարունակ, ու սա հայն է արել հայի գլխին։ Խումար խաղացել մարդկանց բարեկեցության, առողջության, կյանքերի վրա, հայը հայի նկատմամբ է արել։ Դրա համար եմ ասում, հային պետք է փրկել հայից։ Հիմա էլ դուրս եք եկել, ճիշտ դետալների մեջ եք մտել։ Դետալների մեջ են մտել, եթե այդքան լավն էր 19 թիվը, ինչու եք Նիկոլ Փաշինյանին դեմ տվել 19 թվականի այդ փաստաթղթի համար, որ նա էլ ես իրեն չեմ արդարացնում։ Արդարացում չունի Նիկոլ Փաշինյանի արածը, բայց ձեր արածը։ Ինչու եք այդ 19 թվականի փաստաթուղթը այդպես կացնահարում։ Նավսյակի տրենդի մեջ լինելու համար։ Ինչու եք ասում Նիկոլ Փաշինյանը գործ է հարուցել Սերժ Սարգսյանի վրա, որ իր զիջումները խլացվեն Հայաստանի Հանրապետությունում, հիմա այլ ասում եք, բա գնա իր զիջումների հրաշալի փաստաթուղթ է։ Էս ինչ մարդ եք դուք։ Էս ինչ մարդ եք դուք, դուք մարդ չեք։ Դուք ուղղակի մարդ չեք։ Տեսակ հարգելի բարեկամներ, ինչպես էին մի քանի լակոտներ ծեծում մի երեխայի։ Այդպիսի դեպքեր ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենում ամեն օր։ Ուղղակի դրա մասին մենք իմացանք, որովհետև նկարել էին։ Ամեն օր է տեղի ունենում, բանտերում է տեղի ունենում, դպրոցներում է տեղի ունենում, ինստիտուտներում է տեղի ունենում, բանակում է տեղի ունենում։ Ուղղակի տարբեր հատվածներում կարող են այդպիսի բաներ տեղի ունենալ։ Այնինչ արել են հայ ջոչերը հայ ազգի նկատմամբ, հարյուրապատիկ եւ հազարապատիկ ավելի մեծ դաժանությամբ մեծ հանցագործություն է տեղի ունեցել հայ ջոչերը հայերի նկատմամբ, ժողովրդի նկատմամբ։ Եվ այսքան բանից հետո մեկ էլ կտեսնես, մեկը դուրս կգա, կասի թուրքը եկավ։ Թուրքը եկավ։ Այդ ինչ պիտի անի թուրքը։ Այդ ինչ պիտի անի ադրբեջանցի, նախ թուրքը շուտ է եկել, բայց հələ այդ ինչ պիտի անի թուրքը, որ դուք չեք արել։ Թուրքը ինչ պիտի անի, որ դուք դեռ չեք արել։ Թուրքը պիտի ձեզանից սովորի, որովհետև ոչ մի սուլթան այսպես չէր նվաստացրել, մոլորեցրել հայ ազգին, ինչպես դուք արեցիք։ Պիտի դուք մաստեր կլաս ցույց տաք թուրքին։ Հային նվաստացման գործում։ Այդ հայը կարող է պայմաններ ստեղծել, որպեսզի 100,000-ավոր հայեր արտագաղթեն իրենց հայրենիքից։ Կարելի է, հա? Եթե ադրբեջանցին արեց հայ նկատմամբ չի կարելի։ Հայ լակոտը կարող է ծեծել հայ երեխային կարելի է, եթե ադրբեջանցին արեց չի կարելի։ Իմիջիայլոց այդ լակոտների ծնողները բոլորը պետական պաշտոնյաներ են։ Մեկը բանդի պետ է, պետի տեղակալ է, մեկը մանկապարտեզումի, մանկապարտեզում ինչ որ ադմինիստրատիվ պաշտոն է զբաղեցնում։ Հերը միլիցա բանդի պետի տեղակալն է։ Տղեն բլատնոյ հարաբերությունների մեջ։ Սա դասական հայկական իրավիճակ է։ Իրենց սլենգով ասած հերը բոզ, տղեն կրիմինալ։ Եվ այդ հարաբերությունը այդպես կզարգանա այնքան, մինչև իր կրիմինալ հեղինակություն ունեցողը կդառնա ինչ, ճիշտ է, ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության օպեր։ Սա է Հայաստանը։ Հային պետք է փրկել այս հարաբերություններից։
Հային պետք է փրկել այս հարաբերություններից։ Հարգելի բարեկամներ, այդ հայ arczepiskopos-ը կամ հայ եպիսկոպոսը կքանդի եկեղեցին, դա կարելի է։ Բայց թուրքը, եթե արեց, դա չի կարելի։ Հայը, որ անում է ժողովրդական լեզվով ասած, ադաթ է, թուրքը, որ անում է, բեդաթ է, հա։ Հայ դատավորը կարող է հեղինակություն ունեցող arczepiskopos-ին փագել տա, հայ քննիչը կարող է փագել տա, հայ դատախազը կարող է պաշտպանել դատարանում շինծու մեղադրանքը կարելի է, հայը կարող է անել, բայց ադրբեջանցին թույլ չենք տա։ Այդպես ո՞նց է լինում։ Այդպես ո՞նց է լինում։ Հարգելի բարեկամներ։ Հայ զինկոմը, հայ բժիշկը կարող է տասնյակ հազարավոր դոլարներ վերցնի, որպեսզի բանակից ազատվի հարուստի բիջը, բայց քյասիբի երեխան պիտի գնա ծառայի, այդ թվում հարուստի բջի տեղը։ Հայ զինկոմը կարող է անել։ Թուրք զինկոմը հայի նկատմամբ կամ ադրբեջանցին չի կարող անել։ Դուք շարունակեք այս ամենը, ես վստահ եմ, որ ժամանակը կգա եւ ձեր ճիրաններից հայը կազատվի։ Հայը ձեր ճիրաններից կազատվի կամ հայի միջոցով, կամ հայը ձեր ճիրաններից կազատվի օտարի միջով։ Բայց դուք չեք կարող հավերժ այս փակ շղթայի մեջ պահել մի ողջ ազգ։ Դուք չեք կարող դաշնակցել հայ ազգի դեմ հավերժ։ Եղավ մի ամիս է, հարց է բարձրացված, շատ կարևոր հարց։ 200 մոտավորապես 50,000 մարդ նոյեմբերի 5-ին դա լսել է իմ էջից։ Հանուն արդարության պիտի ասեմ, որ շատ-շատերը տարածել են։ Առանձին խոսքով է հանդես եկել այս հարցի վերաբերյալ վերջերս Մանասյան Հայկը հանդես եկավ առանձին խոսքով։ Էդուարդ անունով մի օգտատեր, ում ազգանունը ներողություն եմ խնդրում, չգիտեմ, շնորհակալություն եմ խնդրում Էդվարդ, շնորհակալություն եմ հայտնում Էդվարդ ջան, քո խոսքի համար։ Որ զարմացած ասում է, այսպես բան ոնց կարող տեղի ունենա։ Եվ Հայկին եմ շնորհակալ, եւ Էդվարդին։ Ավետիքը Քերոփյան մի քանի անգամ հարցազրույցներում բարձրաձայնել է 24 News 168-ում, օրագիրում, շնորհակալություն եմ հայտնում Ավետիքին։ Այս այլանդակության վերաբերյալ առայն որ կան հարյուրավոր վկայություններ, որ Սև լճի հատվածում հայ դիրքապահները հասնում են դիրքեր, անցնելով ադրբեջանական զնության, հսկողության, անցակետերի միջով։ Ճիշտ է, թե սխալ է։ Պատասխան տվեք։ Շնորհակալություն եմ հայտնում նաև 5-րդ ալիքին, որը հարցում ուղարկեց վերջերս պաշտպանության նախարարություն, պաշտպանության նախարարությունը պատասխանել է մեզ ժամանակ է պետք, պաշտպանության նախարարությանը ժամանակ է պետք, որպեսզի այս հարցին, այս այլանդակությանը պատասխանեն։ 0 հարգելի բարեկամներ, 0 հարց են տվել պատգամավորները Հայաստանի Հանրապետության վարչապետին այդ ազգային ժողովի նիստերի ժամանակ։ Այս է մեր իրականությունը, սա։ Մի կողմից 100,000-ավոր մարդիկ տանջվում են այդ խնդրից, մյուս կողմից 0 արդյունք, 0 հետևանք, կարծես թե ոչ մի բան տեղի չի ունեցել։ Ասա է մեր քաղաքական, ինչ որտեղ նաև լրագրողական հարաբերությունները։ Եվ այս հարաբերությունները, այս համակարգը պետք է փլվի։ Սրա մասին նաև Ռուբեն Սևակն է խոսել, երբ անդրադառնում էր ինքը ժուրնալիստիկայի մակարդակին Արևմտյան Հայաստանում Ադանայի ջարդերից հետո սրա մասին նաև Թաներ Աբչամն է խոսում, Ագն Դադրյանն է խոսում իրենց հեղինակած Ստամբուլյան դատավեճերը գրքում։ Մի խոսքով հային պետք է ազատել հայ ճիրաններից եւ դուք հարգելի բարեկամներ թուրքից մի վախեցեք ու ադրբեջանցիներից մի վախեցեք, եղեք տեղեկացված, բայց սարսափեք, վախեցեք հայ ջոջերից։